Հարգելի գործընկերներ, մեր որոշումը կայացրել ենք խմբակցության նիստի ընթացքում։ Նախորդ օրն դուք նիստի ընթացքում ձայներ եք լսել բարձր եւ կապել եք դա Վահագն Ալեքսանյանի ազգային ժողովի նիստը վարելու հետ։ Ուզում եմ ձեզ այդ դրվագով ցույց տալ, թե ինչքան բուռն են անցնում մեր քննարկումները եւ այդ քննարկման ընթացքում որևէ կերպ մենք այլ հարցի չենք անդրադարձել, քան ազգային ժողովի անվտանգության հանձնաժողովի նախագահների, ընդդիմադիր նախագահների տեխնացուների որոշմանը, այսինքն քվեարկել ենք նրանց օգտին, թե ոչ, այսինքն այդ բուռն քննարկումը կապված էր այդ հարցի հետ ու խմբակցությունը միակարծիք չի եղել, բայց վերջում բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես առանձին յուրաքանչյուր տեխնացուի մասով, թե որ տեխնացուին ենք կողմ քվեարկելու, այսինքն բավարար կվեն ապահովելու, որ ինքը ընտրվի, որ տեխնացուին ոչ, այսինքն դա կախված է եղել երեք տեխնացուների դեպքում, ուժեղ Հայաստանի երեք ներկայացուցիչների դեպքում ավելի շատ մարդիկ մեր թիմից խմբակցությունից քվեարկել են դեմ, քան կողմ եւ հետեւաբար եւ անհատական է եղել, այսինքն խմբային չի եղել որոշում, անհատական յուրաքանչյուր տեխնացուի մասով դրվել է քվեարկության եւ քվեարկության արդյունքներում որոշում է կայացվել վերջո, որ այդ երեք տեխնացուներին չեն քվեարկում, իսկ Հայաստան խմբակցության ներկայացրած տեխնացու Լիլիթ Ղալստյանին բավարար ձայներ են ապահովելու, որպեսզի նա ընտրվի հանձնաժողովի նախագահ։ Ելույթներով չի կարողացել ձեզ համոզել կամ բավարար չեք գնահատել։ Ինչպես նշեցի, յուրաքանչյուր պատգամավոր ինքը իր տեսակետն արտահայտել իր քվեարկությամբ, այսինքն ընդհանուր մեկ որոշում չի եղել, թե այս պատճառով չեն որոշում, յուրաքանչյուրը իր հիմնավորումներն է բերել, բայց հիմնականում հիմնավորումները կապված են եղել, օրինակ պարոն Ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել, օրինակ այդ FH ընկերության հետ կապված, որ ինքը իբր կապ չուներ, բայց FLH-ի հետ կապ ուներ, կամ ցածր աշխատավարձ, գրանցված աշխատավարձի եւ 40 միլիոն դրամ փոխառության հետ կապված հարցերը չեն թարատել մեր կասկածները, բացի այդ նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոկերական ընկերությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է պետ աշխատակից, բացի այդ նաև պարոն Ֆարմանյանը արտահայտվեց, որ ինքը դեմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքին եւ դա համարում է ական պետության հիմքերի տակ, չնայած հետո փոխեց իր խոսքը եւ ասաց, որ խմբակցության դիրքորոշումը չի դա, այսինքն բազմաթիվ դրվագներով պարոն Ֆարմանյանը այո, ելույթները եւ այն հարցադրումները, որոնք հնչել են եւ դրանց տրված պատասխանները մեզ չեն գոհացրել, օրինակ պարոն Ղազինյանի դեպքում հաշվի առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով ամերիկյան կանխավարկած է, բայց այդպիսի կասկածների դեռ փարատված չեն դատարանի որոշումով, հետեւաբար մենք ռիսկային ենք համարում այդ ընտրությունը եւ պետք է ասեմ, որ այդ մոտեցումը ունենք նաեւ մեր թիմակիցների դեպքում, այնպես չի, որ միայն ընդդիմադիր տեխնացուի դեպքում ենք դա հաշվի առնում։ Բացի այդ, պարոն Ֆարմանյանը ես կարող եմ տիկին Մարիա Կարապետյանի ելույթով, թե հարցերից մեկում հիմնավորեց, թե ինչու պարոն Ղազինյանը խնդրահարույց տեխնացու է, օրինակ այն մասով, որ չնայած ուժեղ Հայաստանում կային տեխնացուներ, որոնք կարող են լինել այդ հանձնաժողովի նախագահի տեխնացու աշխատել էին թիմերում, բայց պարոն Ղազինյանը այդ մենակ էներգետիկ ոլորտում էր ու փոխկապակցություններ կան Տաշին ընկերությունը բազմաթիվ էներգետիկ համակարգում աշխատող ընկերություններ ունի եւ մենք այդտեղ շահերի պահում ենք նաեւ տեսնում եւ այսպիսի բազմաթիվ հարցեր։ Նաեւ եւ երրորդ տեխնացուի մասով ով է երրորդ տեխնացու։ Արեգա Հովսեփյանը Կարսմին Արեգա Հովսեփյանի դեպքը ամենաբացահայտներից էր, որ Տիկին Հովսեփյանը չի փարատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը աշխատեցնելու Հայաստանի եվրոինտեգրումը ավելի արագացնելու կամ նպաստելու եվրոինտեգրմանը Հայաստանի, բացի դրանից նաև քաղաքացիության բազմաթիվ ներկայացուցիչներ արտահայտվել են եւ կարծում եմ դուք եք ծանոթ այդ կարծիքներին եւ մենք նաև դա ենք հաշվի առել, այնպես որ եւ սա ապացույցն է նաև Տիկին Գալստյանի ընտրությունը եւ պարոն նաև փոխնախագահ Արամ Վարդևանյանի ընտրությունը, որ մեր դիրքորոշումները կապված չեն ոչ խմբակցության հետ, ոչ էլ ընդդիմադիրների ընդհանրապես բոյկոտելու հետ, այսինքն անհատական որոշումներ կան։ Բայց ձեր քվեարկության արդյունքները կարծես թե այլ բանի մասին, ասում չնայած որ
որոշում եք անհատապես բոլորը իրենց կարծիքն են հայտնել, անհատապես օրինակ 62-ն էլ դեմ էին Արեգան Հովսեփյանին, 62-ն էլ դեմ էին Դավիթ Խազինյանին եւ Հայկ Վարդանյանին, որտեղ բոլորը նման ձև են քվեարկել։ Խմբակցությունում որոշումները այդպես չեն կայացվում։ Մենք ազատ քվեարկության չենք թողել։ Մենք խմբակցությամբ որոշում ենք կայացրել քվեարկությամբ, որ մենք կողմ ենք արտահայտվում, թե դեմ։ Նույնիսկ եթե մի հոգի դեմ ա լինում, դա չի նշանակում, որ այդ մի հոգի պետք է քվեարկի։ Այսինքն խմբակցությունը որոշում է կայացնում ընդհանուր, որ այս տեխնազոին մենք տալիս ենք բավարար քվեներ եւ տեխնիկական հարց է, թե 13 կամ 14 հոգին ովքեր են կողմ քվեարկելու, որ ապահովենք։ Նույնիսկ կարող է այնպեսի մարդ քվեարկի, որ ինքը դեմ է եղել, բայց մենք ասում ենք, որ դու կողմ քվեարկես, այսինքն տեխնիկական հարց։ Երկու հոգի մասնակցել ձեր խմբակցությանը։ Այո, երկու բացակայ։ Եվ դուք նաև ձեր պատճառաբանությունների մեջ նաև նշեցիք այն իրականությունը, որով մեղադրյալ է Դավիթ Խազինյանը։ Արդյոք դուք տեղեկություններ ունեք, որ ապագայում գլխավոր դատախազը հնարավոր է գա, թե մեղադրանք առաջադրելու, թե խափանման միջոցի այդ ստանալու եւ հեռանկարն են, հա, աչքի առաջ ունենալու են։ Անկեղծ ասած, չգիտեմ հենց քվեարկողները մեր խմբակցությունում այդպես այդ հեռանկարը հաշվի առնել են թե չէ, բայց որ պարոն Ղազինյանի այդ քրեական գործը հաշվի առնվել է, դա այդպես է, բայց տեղեկություններ թե դատախազը կգա թե չի գա, երբ կգա կամ ինչ հարցով կգա, տեղեկություններ չունենք։ Չէ։ Հայկ Վարդանյանը դե ֆինանսական բլոկում աշխատել է, բայց հիմա օրինակ Լիաննա Մանուկյանը կարծես այնտեղ աշխատանքի իրականացրել։ Հիմա ֆրակցիան տրամադրված է այդ առումով, որ պետք է տաշի։ Ես մի քան ոչ։ Տենց որ լիներ, պարոն Վարդևանյանն կապեր ուներ, դա չի հաշվի առնել։ Դա կարծիքներից մեկն է եղել, որ կարող է շահերի բախումներ լինի առաջիկայում, որովհետև այդ հանձնաժողովն է գլխավորելու եւ այդ ընկերությունները կան, հիմա կարող է շահեր ներկայացնել, նաեւ որովհետև ինքը մասնագետն է եղել այդ բանում, բայց դա ինչպես նշեցի, միակ պատճառը չէ եւ մի պատճառով մենք որոշում չենք կայացնում։ Բազմաթիվ պատճառները ինչպես է։ Ես դու հետ կարող եք տալ։ Քան որ իշխանությունը տրամադրված էր, որ այո տրամադրված չէր։ Հարցը Լսեմ, լսում եմ ասեք։ Իշխանությունը այդ բաների հետ կապված տրամադրված էր, որ դա ընդդիմության հասանելիքն է եւ ըստ էության պարոն Վարդևանյանը ընտրելու այդ գործընթացի ժամանակ նշում էին, որ ում էլ առաջադրեն, այսինքն որտեղ դա իրենց տեղն է։ Հիմա ինչու հանկարծ հանձնաժողովների հետ կապված այդ մոտեցումը չցուցաբերել։ Պարոն Կիրակոսյան, իշխանությունը տրամադրված չէր, դա օրենքով է նախատեսված, որ այդ քվոտան պատկանում է ընդդիմությանը։ Պարոն Վարդևանյանի դեպքում էլ մենք չենք ասել, որ ում առաջադրեն, մենք քվեարկելու ենք։ Եղել է նորից խմբակցության նիստի ընթացքում որոշում է կայացվել պարոն Վարդևանյանի մասով, ինչպես այս դեպքերով։ Պարոն Վարդևանյանի դեպքում, ինչպես Լիլիթ Գալստյանի դեպքում, խմբակցությունը որոշում է կայացել կողմ քվեարկել։ Երրորդ դեպքերում 04 գաղտնի շրջաբերական ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչի ինչու կողմ քվեարկել եւ ԱԳՆ-ում աշխատած Արեգ Հովսեփյանին, հա, դիվանի գիտական փորձ ունեցող, չգիտեմ ինչքան է այդ փորձը, բայց իրեն դեմ քվեարկել։ Միևնույնն է, պարոն Կիրակոսյան 004 շրջաբերական տարածած խմբակցությունը արդեն ազգային ժողովում է եւ օրենքը իրենց վերապահում է այդ մեկ հանձնաժողովում տեղը եւ մենք չենք պատրաստվում տորպեդահարել գործընթացը եւ հավերժ մնալ այս ցիկլում ու առաջ շարժվել ավելի բովանդակային քննարկումների չանցնել։ Սա ընտրություն է, այսինքն սահմանադրությունը մեզ ընտրության հնարավորություն է տալիս, այսինքն մենք պարտավորված չենք ում բերեն, մենք քվեարկենք։ Մենք կարող ենք ընտրություն կատարել, բայց մի րոպե մենք պարտավոր չենք ում բերեն քվեարկենք, բայց մենք միաժամանակ նաև չենք տորպեդարել գործընթացը եւ մեզ ավելի նպատակահամար մեր կասկածները փաթող տեխնացուներին պատրաստենք կողմ քվեարկել եւ ապահովել, որպեսզի ազգային ժողովը բնականon հունով աշխատի։ Պարոն Հակոբյան, Սիսակ Գաբրելյանի դեպքում 62 չէ, 61 էր։ Եթե ձեր խմբակցությունից 62 էր կա։ Չէ, 61 էր։ Կողմ դեմ 2 է եղել, օրինակ այդ Հա, ձեր խմբակցությունից մարդ կա, որ օրինակ դեմ եք քվեարկել։ Դեմ եթե լիներ, դեմ կա մեջ։ դեմ 2 հոգի են եղել, որ Սիսակ Գաբրելյանի կողմ քվեարկել 61-ը։ Չգիտեմ, միգուցե բաց է մնացել, օրինակ այնտեղ կա չքվեարկած։ Իսկ ընդդիմության քվեարկությունը դեսամարտը ինչպես կգնա
գնահատեք, որտեղի տարբերություն ես որ դուք կայունով որոշել եք բոլորին դեմ քվեարկել, իրենք տարբեր մոտեցում են ցուցաբերել։ Օրինակ Պապկեն Թումյանին դեմ 0 ձայն է եղել։ Բայց այնտեղ մասնակիցների թվեր կա, որովհետև ես չհասկացա ինչպես էին արել, բայց մի մասը ընդհանրապես չէին քվեարկել, թողել էին Թումյանին դեմ է եղել 10 հոգի, Արուսակ Թումանյանին եւ մյուսներին 29 հոգի, Սարգիս Խանդանյանին 28 հոգի է դեմ եղել, Սիսակ Գաբրիելյանին ընդհանրապես 2 հոգի է։ կարծում եմ այնտեղ հարցեր կառաջանային, եթե կողմ քվեներ ավելի լինեին, բայց այնտեղ թե դեմ են եղել, թե ձեռնպա, թե անվավեր են արել, թե չեն քվեատուկ, էական տարբերություն կարծում եմ չկա եւ ավելի մանրամասն դեպք կարող ես տակտիկան բացատրել։ Ձեր համար Տարբերություն չկա մեր համար։ Ձեր խմբակցությունը 62-ն չեմ ասում։ Այո։ Իսկ օրինակ դժկարքնարկման համար սա դարձնելու է Սիսակ Գաբրիելյանը։ Ոչ, Գործընթաց սկսելու է։